Օրհնյալ ես մեր Հայր, մեր Տեր, մեր Փրկիչ, թանկագին Սուրբ Հոգի, այսօրվա խոսքը երկնքից թող գա եւ ամեն մեկիս կյանք տա եւ ավելիով տա, որպեսզի մենք լցվենք քո ներկայությամբ Սուրբ Հոգի, որպեսզի քո միջոցով մենք ճանաչենք Հորը, ճանչնանք Տեր Հիսուս Քրիստոսին եւ հպվենք եւ գիտնանք, որ հասկանանք այս խոսքը քեզանից է։ Օրհնյալ է քո անունը։ Մենք հավատում ենք քեզ, մենք բացում ենք մեր սրտերը, ամեն մեկը սիրելիներ, մեր սրտերը, մեր մտքերը բացենք, կենտրոնանանք եւ թողնենք մեր հոգսերը, սիրելիներ, թողեք ձեր հոգսերը, որովհետեւ ավելի կարեւոր է Աստծո խոսքը, քան քո հոգսը։ Հոգսի հետ խաղալով դու սատանային ես մեծարում։ Հոգսը արժանի չէ, որ թուն այդքան իրեն տեղ տաս քո կյանքում։ Արժանի է Հայրը, Որդին եւ Սուրբ Հոգին։ Փառք եւ գոհություն քեզ, Հիսուս։ Ահա Սուրբ Հոգի ամեն մեկի սրտերը, դու այնտեղ նոր բաներ արա, մեր մտքերի մեջ նորը արա, կարևորությունը տուր այնտեղ, որտեղ քո խոսքն է, ինչպես որ գրել ես տվել, Տեր Հիսուսի անունով։ Ալելույա։ Ամեն, 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 ամեն։ Հալելույա։ Այսօր Աստված երբնե իմ սրտի մեջ դրած է մի կարևոր նյութ, որպեսզի կարողանամ փոխանցել, իրապես Սուրբ Հոգու կարիքը ունեմ։ Սուրբ Հոգի ջան, դու պետք է տանես այդ խոսքը, թե ինչքան մենք կարևորում ենք այս կյանքը եւ ինչքան արժեք ենք տալիս մեր կյանքերին, բայց այնինչ Աստված ցույց է տալիս, որ այս ցեղի կյանքը շատ կարճ եւ նրա իմաստը, որ տրված է քեզ այս ցեղի կյանքը, մենք չենք հասկացած։ Եվ մենք չենք էլ գիտակցում, թե ինչի համար է տրված այստեղի կյանքը։ Այստեղի կյանքը, սիրելիներս, տրված է, հավատացեք, մի բանի համար, որ ում ես ընտրում քո առաջնորդը, քո հավիտենական կյանքը այստեղ ես ընտրում, այստեղ ես որոշում, այստեղ ես դու անում այն, ինչ որ հավիտենության մեջ արժեք պիտի ունենա։ Այն, ինչ որ այս կյանքի համար է, ժամանակավոր է, էժան է, ոչինչ է, ոչինչ, այս կյանքում արժեքները, որ շատ բարձր են, այնտեղ պիղծ ու անմաքուր է երկնքի թագավորության համար, այստեղ ինչ որ մարդիկ արժևորում ու շատ բարձր են գնահատում, այնտեղ զիբիլ և աղբ է երկնքի թագավորության համար, անոր համար մեր սիրտը և մեր միտքը իմաստությամբ պիտի լցվի, որ մենք մեր կյանքը արժևորենք Քրիստոսի աչքերով եւ ոչ թե այստեղի սատանայի տված իմաստությամբ եւ սատանայի տված արժեքներով։ Ոչ մի արժեքավոր բան այստեղ երկնքի թագավորությունում արժեք չունի, բացարձակապես արժեք չունի։ Անոր համար, այո, փորձություն է այս կյանքը, ամբողջը, ինչ որ տրված է, փորձություն է։ Սրա վրա մի հատ ուզում եմ պատմություն պատմեմ, եթե դուք լսողներդ արդեն լսել եք, կներեք, կարող է կրկնվի, բայց շատ արժեքավոր է, ես այդ պատմությունը շատ եմ սիրել եւ ուզում եմ, որ փոխանցեմ, ինչպես որ Հիսուսը առակներով էր պատմում, որպեսզի ավելի գաղափար կազմեք։ Ես այս պատմությունը լսել էի, հետո ինքը վիդեոն տեսա ու շատ հետաքրքիր էր։ Մի շատ մեծահարուստ մարդ, շատ մեծահարուստ, որ ուներ նաեւ արվեստի մեծ գործեր, մահանում է։ Իր տղան ալ մահացած էր Իրանից առաջ, երիտասարդ տղան էր կորցրել, մահացած էր իր տղան։ Եվ այդ մեծահարուստ մարդը իր պարտեզպանին դրել էր, որպեսզի աճուրդով իր ապրանքները վաճառի։ Եվ շատ արժեքավոր, ուրեմն նկարներ եւ արվեստի գործեր ուներ, եւ ցույց է տալիս փակ, գեղեցիկ փակ, եւ այնտեղ դրված են գեղարվեստի մեծ արժեքավոր նկարները, դրված է մեծ կուժեր, չգիտեմ, արժեքավոր իրեր եւ աճուրդի կանգնած մարդը, որ պետք է աճուրդի դնի եւ մարդիկ իրենց գինը տան։ Ինչ որ մի նկար նա դնում է աճուրդի եւ մարդիկ սկսում են գին տալ, հետո գալիս է պարտիզպանը, կարծեմ, ներողություն։ Հա, կներեք։ Աճուրդը վերջանում է, ամեն մարդ քնում է, անում է կամ չգիտեմ ինչ, հետո աճուրդը նողը ասում են նայեցեք, ասում է, այս բոլորը դուք կունենաք միայն այն դեպքում, եթե քննեք այս նկարը, եւ նկարն ալ իր որդու նկարն է, մահացողի որդու նկարը, որ երիտասարդ ժամանակ մահացել էր։
Ոչ ոք չի ուզում այդ նկարը քննել։ Ամեն մարդ այդ արժեքավոր առարկաներն են ուզում առնել։ Նրանց համար են եկել։ Ոչ ոք բանի տեղ չի դնում։ Նա սկսում է բան անել, գին ասել, շատ չնչին գումար եւ հրատարակում է, պարտիզպանը գալիս եւ տալիս այդ գումարը, օրինակ 1000 դրամ, հա, շատ չնչին գումարով, ոչ ոք 10,000-ից ավելի չի տալիս իր մահացողի տղայի նկարը, բայց պարտիզպանը, որ ինքն էր պահել այդ տղային, գալիս վերցնում է այդ նկարը եւ աջորդ անող ասում է վերջացավ, աջորդ ասում է ինչպես, բա մյուսը ասի, ասում է կտակը այնպիսին էր, ով որ քննի իր որդու նկարը, ամբողջ ունեցվածքը անցնում է նրան։ Եվ բոլորը հուսահատված, հիասթափված թողեցին գնացին։ Այսինքն այդ լուսանկարը խորհրդապատկերն է Հիսուսի, որ այնքան արժեք չունի մարդկանց մոտ, այնքան անարժեք է, մարդիկ արժեք չեն տալիս Հիսուսին, բայց Աստծո կտակը, ով որ որդուն ընդունի, ամեն բան կընդունի։ Ամեն։ Եվ իրականում դա այդպես էլ կա, սիրելիներ։ Մենք այո ընդունում ենք, ապաշխարում ենք, այո ենք ասում Տիրոջը, բայց մեր կյանքը պետք է այդպես էլ լինի։ Ես որդին ունեմ, ամեն բան ունեմ։ Ամեն բան ունեմ։ Եվ այս կյանքի արժեքները իմ համար օրեց օր պետք է փոքրանան, պստիկնան եւ դառնա անարժեք։ Իսկ Հիսուսը եւ Հայրը մեր համար դառնա ճշմարիտ արժեք։ Կարդամ մի խոսք եւ դրա վրա ընդարձակվենք։ Հիսուս այստեղ հետաքրքիր մի խոսք է ասում, Մատթեոս 6:19։ Ձեզ համար գանձեր մի դիզեք երկրի վրա, որտեղ ցեցն ու ժանգը փչացնում են, եւ գողերը պատը ծակելով գողանում են։ Այլ ձեզ համար գանձեր դիսեցեք երկնքում, ուր ոչ ցեցը, ոչ էլ ժանգը կարող են փչացնել, եւ ոչ էլ գողերը կարող են պատը ծակել ու գողանալ, որտեղ ձեր գանձն է, այնտեղ էլ ձեր սիրտը կլինի։ Ես տարիներ այս խոսքը կարդացել եմ ու կարծել եմ, որ դրամի մասին է խոսքը։ Բացարձակ ոչ, դրամի մասին չէ։ Գանձերը մարդու արժեքներն են։ Ինչին որ դու արժևորում ես, ինչը որ քեզ համար գանձ է։ Դրա համար ասում եմ, ձեր գանձերը, ձեր արժեքները, ձեր սրտի համար թանկ բաները երկնքում թող լինի։ Երկնքի թագավորությունից թող լինի։ Եվ ձեր գանձերը երկնքում դիզեցեք։ Եթե երկրի վրա դու արժեքներ դիզես, ասի կուզեմ, անի կուզեմ, անի կուզեմ, անի կուզեմ, ցեցը կգակուտի, ժանգը կժանգոտի, կփչանա, երկրային ամեն բան փչանում է, ամեն բան։ Ոչ մի բան մնայուն չէ երկրայինը, բայց եթե քո արժեքները երկնքի թագավորությունն է, ասա քո սիրտն էլ այնտեղ կլինի։ Եվ դու արժեքները կտաս երկնքի թագավորության խորհուրդներին, ինձ, հորը, Սուրբ Հոգիին, եւ ոչ թե երկրային բաներին։ Երբ որ երկրային բաները արժևորում ես, ինչ է անում, ցեցը ով է, սատանան է։ Երբ որ դու կապվում ես ինչ որ մի բանի, ցեցը գալիս ուտում է, սատանան գալիս ուտում է։ Ինչ ես արժևորում։ Տուն, ունեցված, քարստություն փչանում է, երբ որ քո սիրտը դրա մեջ է։ Զավակը դե քո ամբողջ պաշտամունքդ։ Զավակը դա սատանան ավրում։ Ամեն քո մարմինն է, քո առողջությունն է, սատանան գալիս այնտեղ եւ փչացնում է ամեն բան։ Այսինքն ինչ ես եւ ում ես արժևորում։ Ծնողը դե քո արժեքը, քո ամբողջ բանը, քո իմաստությունը, քո գեղեցկությունը ինչն է։ Այդ ամենը ցեցը պիտի ուտի, ժանգը պիտի ուտի եւ պիտի փչացնի։ Դրա համար ասում եմ, քո գանձը երկնքում թողլա։ Ամեն։ Դրանն է քո արժեքը։ Կգողանան, պատը գողը կգացակ, պատը կծակի կգողանա։ Այսինքն քո սիրտը ուր որ է, այնտեղ է կյանքը, քո կյանքը այն է։ Եթե այսի է քո կյանքը, սրանք կկտրվի, կտեսնես, որ ոչինչ է այդ ամեն ինչը, բայց եթե Աստված է եւ անոր արժեքներն են, նրանք չեն քողացվի քեզ մեր երբեք,
Երբեք չի գողացվի։ Դրա համար ինչ ասում, ձեզ համար գանձեր մի դիսեք երկրի վրա։ Հրահանգ է, պատվիրան է, արժևորել է, Աստված է արժևորում։ Գիտեք ուրիշ ինչի նման ցուցի։ Մարդը երբ որ իր երկրային կյանքը արժևորում է։ Սեպենք թե դու գնում ես արձակուրդ, ասենք թե գնում ես, չգիտեմ, Բալի հանգստանալու կամ չգիտեմ, բորա այդ ծովային բանը։ Օրինակ, գեղեցիկ տեղ է, դու շատ սիրում ես, ու ասում ես, օ, ինչ գեղեցիկ է, ինչ լավ է, ու սկսում ես տունդ կառուցել հոն, քո զավակներին ես բերում, գնում ես ամեն ինչ անում ես, այդ տունը նորից կառուցում ես, այդ տունը մի շաբաթվա մեջ դարձնում ես լյուքս ավելի, ու մնում ես մի շաբաթը դառնում է 2, 3, 4, 5, զարմանալի չէ, ինչքան ես արժևորում հոթելը, որը ժամանակավոր է։ Այս կյանքն էլ ժամանակավոր է, այս կյանքն էլ տրված է հավիտենականության համար, թե դու ինչ ես ընտրում, ինչպես ես դու այս կյանքը վարում։ Նման է այդ մարդուն, որ գնում է արձակորդ ու իրեն դուր է գալիս ու սկսում է այդ տունը դարձնել իր հավիտենական տունը։ Դա հավիտենական չի, քո տունը օրինակ Երևանի մեջ է, հոնտեղ դու մեկ ամիսով, մեկ շաբաթով, ամենաշատը մեկ ամիս, դրանից վեր ինչու ես դու նորոգում այդ ամեն ինչը, ինչու ես քո սիրտը կապում ադորի հետ, ինչու ես քո գանձը դարձնում այդ ամեն ինչը, դա ժամանակավոր է, քո տունը ասենք թե հոս է, նույնպես հավիտենական կյանքը հոն է, քո հավիտենականության առջև, նայենք, ինչ է ասում Աստծո խոսքը, 103 Սաղմոս 15-16, մարդու օրերը խոտի պես են, նա ծաղկում է, ինչպես թաշտի ծաղիկը, Քամին անոր վրայեն անցնելուն բես գոչնչանա եւ այլևս անոր տեղը չի ճանաչում նրան։ Տեսնում եք Աստվածաշունչը ինչպես է բացատրում, թե մարդու կյանքը ինչպիսի խոտի ծաղիկի պես է։ Ձեր նենաները մեր սերունդի ուր են նրանք։ Նենան դեդեն կացել են անոր անունն անգամ չի հիշվում։ Չկան Եվ նրա օրերը վերջացան, ամեն մի ծերի գնա և հարցուր, և կիցիր, ինքը իր կյանքից համ առեր է, չէ արած։ Ծերության 70 տարեկանին մոտենաս, գսե որ գարձես 3 էր, որ երեխա է հորս մորս մոտ։ Եվ օրերը անցնում են, դու չես էլ զգում։ Ուրեմն այս կյանքը սիրելիներս գանձեր դիսելու համար է, ոչ թե այստեղ, այլ երկնքում։ Ամեն։ Ուրեմն, Սաղմոս 90, 10-ի մեջ ասում է, մեր կյանքի տարիները 70 են, եթե ուժեղության շնորհիվ 80 էլ թառնան, դրանց էությունը աշխատանք ու ցավ է, քանի որ շուտով անցնում են, իսկ մենք թռչում գնում ենք։ 12-ը, սովորեցրում ես այնպես հաշվել մեր օրերը, որ մեր սիրտը նվիրենք իմաստություն ձեռք բերելու համար։ Ուրեմն, Աստված էլ ասում է, օրերդ այդքան են, 80, 90, թող 100-ը լա, և իմաստը նույնն է, ցավ ու տառապանք է, ինչու արժևորեմ այս կյանքը, ինչու այս աշխարհի իմաստությամբ ապրեմ, այս աշխարհի արժեքներով ապրեմ, այս աշխարհի արժեքները գնալով ավելի ցավ ու տառապանք են դառնում, ինչի վրա որ հույսը դրել ես, ինչի վրա ոտքը դրել ես, տեսել ես, որ դա փախչում է, Ինչու հավիտենական արժեքներ չբերենք մենք։ Եվ ինչքան որ քո արժեքները դնես հավիտենականության համար, այնքան ավելի այս կյանքդ ավելի օրհնված կլինի։ Եվ դու ինչը որ ուղղակի անցնես կտեսնես, որ այն եղած է, որովհետև դու արժեք չես տալիս դրան։ Նրանք գալիս են երկնքից։ Եվ Հիսուսը լսավ, նախ խնդրեցեք երկնքի արքայությունը եւ նրա արդարությունը, վերջը ամեն բան կտրվի։ Աստված ուզում է, որ քո արժեքը երկնքի թագավորությունը ըլլա եւ ոչ թե այս կյանքի արժեքները։ Նայեք առակած խոսքը ինչ է ասում 11:30-ը Արդարի պտուղը կենաց ծառ է եւ հոգիներ շահողը իմաստուն է։ Ես վերջերս ավելի հիմնվել էի Կորինթացիների 14-րդ գլուխը, որտեղ լեզուներով աղոթքներ բնութագրում։ Եվ ամեն մի համար, որ խոսում է Պողոս առաքյալը,
ասում են եկեղեցու շինության համար, ուրիշների շինության համար, որ ուրիշը օգտվի, որ ուրիշ մեկը օրհնվի, որ այսպես այնպես։ Հոս ասում է արդարի ծառը կենաց ծառի պես է եւ հոգիներ շահողը իմաստուն է։ Այսինքն մենք երկնքում ինչ գանձեր ենք կուտակում։ Հոգիների փրկություն։ Ամեն։ Ուրեմն հոգիներ շահողը իմաստուն է։ Մենք գանձ ենք կուտակում երկնքում։ Մեր գանձերը մեր սիրելիների մեջ է, անձնավորությունների, մարդիկ են գանձը երկրի։ Աստված երկրին որ նայում է, չի նայում ոսկի, շատության, իր համար երկնքի թագավորությունը ամբողջը ոսկի է։ Քեթին ոսկի է, պատերը ոսկի են, ամենտեղ ոսկի է երկնքի թագավորությունում։ Ոսկին իրեն համար Աստծո համար արժեք չէ, արժեքը անձնավորությունն է, մարդն է։ Դրա համար ասում եմ ձեր գանձերը թող մարդը լա, ոչ թե ոսկին եւ արծաթը, ոչ թե դրամի շատությունը։ Քո արժեքը ադիկա թողը լա, մարդը։ Ամեն։ Եվ քույրերից մեկը Աստծուց խոսք էր ստացել եւ Աստված իրեն ասել էր. «Երբ որ դու քո թորանդ տնես մանկապարտես, կուզես դաստիարակը մեկը լա որ ամեն վարքյան գծեցե պստիկիդ, ոչ սերը։ Հավա ինչ կուզես, որ ուշադիրը լա, չէ, որ պստիկի տակը փոխի ճիշտ ժամանակին հոգատարի ասն է, անն է, քո սիրտը հանգիստ կլա։ Ես ալ այսպեսի հովիվներ եմ փնտրում, մարդիկ, որ իմ ժողովրդին տեր կկանգնի։ Այսինքն Աստծո համար արժեքը իր զավակներն են։ Նա դմբոյ է, նա չի հասկանում, նա մերժում է, նա այսպեսին է, այնպեսին է։ Եթե մենք աշխարհի հարստությունը լինի մեր արժեքը, մենք մարդուն կկոխենք եւ կանցնենք նրա վրայ։ Մեկը ես։ Բայց Աստծո երկյուղն է եւ Աստծո Սուրբ Հոգին է իմ սիրտս փոխում, որ ցույց է տալիս, որ երկնքում գանձեր դիզելը դա նշանակում է մարդկանց գանձ դարձնելը, որ սա գանձն է, իմ հորս գանձն է, իմ հայրս այս մարդուն սիրում է, նրան չի առհամարում եւ ինձ վստահել է այդ մարդուն։ Ճիշտ է, այդ մարդերը պոզեր են ունենում, զարնել այծեր։ Այո, դրա համար եմ ասում, նրանք սկիզբը պոզեր են ունենում, այդ պոզերում մեզ կզարնեն գոր, բայց մենք պիտի այդպես նայենք։ Եթե մենք նայենք երկրային աչքերով, մենք որևէ մեկին չենք ուզեր բարևն անգամ տալ, նրան մոտենալ։ Այո, իհարկե, սատանան նրանց վայրի է դարձնում։ Անան համար սիրելիներ, ձեր միտքը փոխում է Աստված, ձեր սիրտը փոխել է ուզում, նա ուզում է, որ դուք երկնքում գանձեր ունենաք։ Գնում ես երկինք հազիվ խանձվածի պես, մեկ էլ տեսնում ես, հա, լավ, Սիլվային տեսնում ես, որ Աստված Սիլվային տանում է մի հատուկ տեղ, ցույց է տալիս բոլորին, ու սկսում է Սիլվայի գլխին դնել թագեր։ Եվ մեկ թագ ասպանը ասինչի համար։ Բերում են հրեշտակները մի ուրիշ թագ են դնում։ Ասում են այս բանն էլ ասինչի համար։ Հետո բերում են մի մեծ արարողություն ա լինում երկնքում, որտեղ գրված է ամեն մարդ իր գործերի համար պիտի վարձատրվի։ Այդ գործերի համար վարձատրվել։ Իսկ ես մեղամ, որովհետև Հիմա երկինքը նայեցեք սիրելիներս, բանը Պողոս առաքյալը ասում է, որ քեզ տրվեցավ ավետարանը եւ դու կարող ես այդ ավետարանի վրա կառուցել քո տունը։ Ինչով ես կառուցում։ Խոտ, եղեգը ղամիշն է, ինչ եք ասում դուք։ Մարդու գործերը Պողոս առաքյալն է ասում, ես ձեզ Հիսուսը տվի, ավետարանը տվի։ Դուք եք անոր վրա կառուցում ձեր տունը, երկնքի տունը։ Ինչով եք կառուցում։ Խոտ, եղեգ, փայտ, արծաթ, ոսկի, քար, արժեքավոր։ Այս ինչով որ կառուցում ես, կրակը պիտի գա ու փորձի, կրակը խոտը կայրի, եղեգն ալ կայրի, տախտակն ալ կայրի, արծաթը, ոսկին և քարը չայրիր, այսինքն այդ արժեքները կմնա երկնքում, չայրիր, դու ասում ակ ազատ ես, որ խոտ ես շինել, բայց կրակեն ազատացի պես, դու կփրկվես, գործերդ կերթա, գործեր չի փրկվիր,
Եվ դրա տեսակները շատ են։ Շատ։ Աստված գրեթե մեծ մասը իր Հիսուսի քարոզած ավետարանի մեծ մասը վերաբերվում են հավիտենական կյանքի։ Հոստեղի մասին ավելի քիչ է խոսում Տերը։ Առակները կրնանք հիշել։ Մեկին տվավ 5 տաղանդ, մեկին 2, մեկին 1։ 5 եւս բերավ։ Ինչ հրավ, սա բարի եւ հավատարիմ ծառա։ Մտիր իմ հորս ուրախությունը եւ քեզ 5 քաղաքի վրա իշխանություն եմ տալիս։ Երկուսը նորից ասավ 2-ը բերեցի։ Նրան էլ տվավ 2 քաղաքի վրա։ Մեկը ասավ որ ոչ, ես վախցա քեզ մե, ինչու որտեղ ճանաչողություն չուներ։ Որովհետև նրա համար արժեքները այս երկրի վրայի արժեքներն էր։ Ուտել խմել քեֆ անել եւ մտքի մեջ էլ մտածում է կարծելով որ ինքը ապաշխարած է, ինքը ապահովել է իր բանը, փրկությունը, բայց չի կնար այդպես լալ։ Անոր համար էլ Աստված ասավ վերցրեք անոր վրային, անոր ցերքեն, մեկ լուման ում տվավ 5 ունեցողին։ 5 ունեցողին, դրա համար ասում եմ ունեցողին կտրվի, չունեցողի ձեռքն այն որ կգործե ունի անեալ պիտի վերցնեն ձեռքեն։ Անոր համար սիրելիներ, երկնքի մեջ գանձեր պետք է դիզեք։ Մարդկանց փրկության համար կարևորագույնը դա է, որ մարդիկ ճանաչեն Հիսուս Քրիստոսին։ Արժեքը դա պետք է լինի քո։ Ոչ թե արժեքը աման ոտքիս ծայրը ծռվավ, աման ոտքիս չգիտեմ ինչս ծռվավ, ասինչ եղավ ու տրտմում ես, ու ցավում է, ու չգիտեմ ինչ է լինում։ Ու յալլա, գնաց ամբողջ ուշադրությունդ, կենտրոնդ ոտքի ծայրի եղունգի մեջ ջիգարներս ասոնք ժամանակավոր են։ Ասոնց վրա ուշադրություն դարձնես, թե ոտքը չէ ամբողջ մարմինդ կսկսի ցավել։ Մյուսը կլա։ Անոր համար քու գանձը ատի թող չլա, ցավում է, ես տիրոջը վստահել եմ իր վերքերով քայլում եմ, քայլիր համարցակ, մեկ ալ գմորնաս ու կտեսնես, որ ոչ ցավ կա, ոչ չեմ գիտեր ինչ կա, աման շունչս ասան կրի, շունչս ժամանակավոր են սրանք սիրելիս, ուրիշի համար մտածիր, Հիսուսը ասում է, ինչպես Հիսուս իր կյանքը տվավ ուրիշների, դուք էլ այդ մտքով նորոգվեցեք, ուրիշների համար եւ հետաքրքրությունը հոն է, Հարկ մեր տիրոջը։ Գնալ ձեզ մե ոմանք մտածեցին հին ուխտեն կարդացի եւ այսօր նման համարներ քիչ կան նոր ուխտի մեջ։ Գնաք այսօր պես բանը հիշել նոր ուխտում ուր գրված է, ինչ գրված է։ Սաղմոսում ասում է, եթե 70 քար տրակի 80, ցավ ու տառապանք է։ Խոդի պես է պիտի չորնա։ Նոր ուխտում ավելի բեթար խոսք կա։ Ավելի կարճ, նայեք Ավելի բան, Հակոբոս 4:14-ի մեջ գիտեք ինչ կսեք որ զարմացեք իմա։ Այսինքն դուք չգիտեք թե վաղն ինչ է լինելու, քանի որ ինչ է ձեր կյանքը, ինչ է Հակոբոս, այն քոլորշի է, շոքի, որ կարճ ժամանակով երևում եւ անհետանում է։ Շոքի մը, գոլորշի, գրում են աստծո խոսքը ես չէ։ Խոտելի ժամանակ ունի շոքին հեչ չի կա։ Ձեր, այո, երևակայեցե։ Այսինքն պաշտպանության բանը չկա։ Պիտի կարդամ Մարկոսի ավետարանի 8-րդ գլուխ 36-ը։ Քանի որ ինչ օգուտ մարդուն, եթե ամբողջ աշխարհը շահի եւ իր անձը կորցնի։ Ինչ օգուտ։ Աշխարհի տեր ու տիրակալն ես։ ԱՄՆ-ի նախագահն ես։ Քեզ մե հարուստը չկա, բոլորին մատ ես թափ տալիս, ու չեմ գիտեր ինչ ես անում, ու բոլորը քեզ մե վախենում են, ամբողջ աշխարհը կամ Լիոն Մասկա, ինչա Մասկա, Օշն, էլեկտրոն մեքենաներ ես արտադրել, քեզ մե հարուստը չկա աշխարհում, ինչ օգուտ ունի, 70-80 չեն էլ հասնում նման մարդիկ, 80-ի էլ չեն հասնում, Woman Michael Jackson-ը ամբողջ աշխարհը գրավել էր, 50-ից ավելի չանցավ ինքը իր ծրագրով 150 տարի պիտի ապրեր, 150 տարի սնդուկի մեջ էր պարկում, որ ոչ ոք իրեն միկրոբ չանցնի, 50-ն էլ չբոլորեց, 50-ին մահացավ և կորսնցուց իր անձը, կորսնցուց։ Ալեքսանդր Մակեդոնան Ուզում եմ մի համար վերևից կարդալ, որովհետև ով ուզում է իր կյանքը փրկել, պիտի կորցնի այն։
ով որ իր կյանքը կորցնի ինձ համար եւ ավետարանի համար կփրկի այն։ Փառք ես Տեր։ Անոր համար ասում եմ, քանի որ ինչ օգուտ ունի մարդուն, եթե ամբողջ աշխարհը շահի եւ իր անձը կորցնե, կամ ինչ փրկագին պիտի տա մարդ իր անձի համար, ուսի ով ինձ եւ իմ խոսքը ամոթ համարի, այս շնացող ու մեղավոր սերնդի մեջ մարդու որդին էլ նրան ամոթ կհամարի, երբ կա իր հոր փառքով եւ սուրբ հրեշտակներով։ Ուրեմն սիրելիներ, Աստված ուզում է, որ դու վայելես եւ քո վայելքը փոխանցես ուրիշներուն։ Քո նպատակը ասիկա ըլա հոգիներ վաստակելու համար, հոգիներ փրկելու համար։ Քո նպատակը գանձեր դիսել երկնքում, որ դու մարդկանց, օրինակ, ինձ երբ որ պատմում են պատմություն, նեղացած պատմություն, իմ հարազատներ են, հա, ասում են, այս ինչ Հայաստան գրավ, այն ինչ Անան գրավ։ Ես պատմությունը, որ լսում եմ, իմ մեջ չեմ չարանում այդ մարդու նկատմամբ։ Մի բան հաստատ գիտեմ, եթե այդ պատմությունը հասավ ինձ, ուրեմն ես պետք է աղոթեմ այդ մարդոց համար, որովհետև այդ չար մարդիկ, որ կան չարությունով լցված, նրանց համար ոչ ոք չի աղոթում, նրանց համար ոչ ոք չի հավատում, բայց նրանց ներսում կա մի անձնավորություն, իրական անձնավորություն, որ Աստծո ստեղծագործությունն է։ Այդ վրայի կեղևը, որ դուք տեսնում եք, որ այդ մարդը չար է, չարությամբ լցված է, ով է արել նրան։ Սատանան պղծել այդ մարդուն, շինել է մի հատ ուրիշ մարդ, որը Աստծո ստեղծագործությունը չէ։ Աստված այդ մարդու մեջ գանձ ունի, հավիտենական կյանքի փափագը դրել է ամեն մարդու մեջ, հնարավոր չի մարդուն սիրես, մարդու համար աղոթես եւ Աստված չփրկի նրան, անգարելի է որ չլա, քո կյանքի նպատակը ասիկա պետք է լա, ոչ թե այս աշխարհի քո կյանքդ, որ մարդկանց փրկության պատճառ դառնաս եւ շատ մեծ գանձերով երկինք գնաս, որ դու գանձ կուտակես երկնքում։ Նեղացկոտ մարդը ոչ մեկին պիտանի չէ, սիրելիներս, պատկերացրեք, որ մարդը միշտ նեղացկոտ է, որ մարդը միշտ փնթում է, քո ժամանակդ է գողանում սատանան։ Ինչպես օրինակ պատմությունը, որ պատմեցի իր հարուստի տղայի դիմանկարը, հա, որ ոչ ոք արժեք չտվավ։ Մենք էլ շատ ժամանակ մենք տալիս ենք Հիսուսին արժեք, բայց մարդկանց արժեք չենք տալիս։ Մարդկանց ենք այ բանում, ասում ենք, ասի քեշ է, ասի ասանք է, անի անանք է։ Ոչ, նրան ներսում դրված է հավիտենականությունը ճանչնալու փափագը։ Աստված է դրել, ամեն մի մարդու, որ Աստված ստեղծել է հավիտենականությունը ճանչնալու փափագը դրել է անոր մեջ։ Պարզապես սատանան նրան քերի բռնած է, անոր կամքը քերի բռնած է, անոր համար մարդը չի կնար ինքն իր գամքով Հիսուսին գալ։ Ես չեմ ասում բոլորին, բայց կան մարդիկ, որ հատուկ քեզ է ուղարկվում, քո կյանք է ուղարկվում։ Դու ում որ ճանաչում ես, ես չեմ ճանաչում այդ մարդուն։ Ես ում որ ճանաչում եմ, դու չես ճանաչում։ Եվ անոր համար ես չեմ կարող այդ մարդու համար սրտացավությամբ աղոթք անել։ Այդ գանձը քեզ համար է տրված։ Սատանան բերում է որպես պրոբլեմ այդ մարդուն։ Ինքը բերում է պրոբլեմ, հա։ Եվ պիտի կարդամ Հովաննու 9:4-ը։ Նայեք, Հիսուս իրապես ոչ միայն ասում է, իմիջայլոց ասեմ, քարոզը ինչ է, գիտեք, արթնցնել է։ Քարոզը քեզ ոնց որ ասած, այո, ուսուցիչը ինչպես է սովորացնում, պետք է տուն գնաս ինչ ունես, հատու մտածես այդ քարոզի մասին եւ սկսես աղոթես ասում, Տեր, իմ համար ինչ է քո կամքդ, ինչ ես ուզում անես։ Դրա համար Հիսուսը նայեք ինչ է ասում 9:4-ում Հովանեսի. Ես պետք է նրա գործերը գործեմ, ով ինձ ուղարկեց, քանի ցերեկ է, գիշերը գալիս է, երբ ոչ ոք չի կարող գործել։ Այսինքն կա ցերեկ, կա գիշեր։ Ծանր օրեր գալու է ժամանակը, որ ծանրանան քո օրերդ, բայց քանի ցերեկ է, պիտի գործեմ, Տեր Հիսուսը ասում է։ Դա մեզ համար է ասում, քանի դու հիմա ունես այդ կարողությունները, գործիր, ինչպես որ Տերն է ասում։ Քանի ես աշխարհի մեջ եմ, ես եմ աշխարհի լույսը։ Ամեն։ Ուրեմն հետո ասում է, այս ասելով թքեց գետնին եւ թքով շաղախ շինեց եւ շաղախը կույրի աչքերի վրա ծեփեց։ Դա բժշկության բանն էր, հասկանում եք։ Հոս այսօր թքես միտեղ բան անես, շաղախնես, ինչ-որ մեկի։
Ուրեմն Հիսուսի գործերը տարբեր էին ամեն անգամ։ Դրա համար ինքը ասում է ես հորից տեսնում եմ այն եմ անում։ Եվ ասում է քանի ցերեկ է պիտի գործեմ։ Պիտի գործեմ, պիտի գործեմ, պիտի գործեմ եւ պիտի չդադարեմ գործելուց։ Գիշերը երբ որ գա խաչի վրա ինքը ամենամեծ գործն էր անում։ Ամենամեծ գործերը մեր մեղքերի համար չարչարվում էր, որպեսզի քո այսօրվա բոլոր հարցերը իր վերքերով լուծի ինքը, որպեսզի քո մեղքերի համար վճարվի երկնքի թագավորության մեջ, որպեսզի դու ճանապարհ ունենաս դեպի երկինք գնացող ճանապարհ եւ այդ ճանապարհով քայլես դեպի երկինք եւ գործես այս երկրի վրա։ Եթե դու մտածում ես ապաշխարում եմ միայն իմ համար, իմ խնդիրները լուծվելու, հավատա քո խնդիրները չի լուծվի։ Չի լուծվի ու չի լուծվի Հիսուսն է ասում ով որ իր կյանքը փրկելու համար է ապրում իր կյանքը պիտի չի փրկվի կկորսնցնե անիկա իսկ ով որ իմ համար իր կյանքը կորցնում է պիտի փրկե անիկա ադիկա ձևականություն չէ հավատացեք ես խնդրի համար երբ որ սկսում էի մտածել իմ խնդրի այդ խնդրը ծանրանում էր իմ մտքից անցնում էր շունչ ու ես տակից չէի կարողանում ելնել Ահա աղջկա շատ եմ ասել, աղոթիր ինձ համար, ես ես վիճակը, հետո աստված այդ իմաստությունը տվեց, որ եթե դու քո խնդրը ինքդ լուծելու լինես, քո այս կարճ ուղեղով, փոքր ուղեղով, միևնույնն է նա ավելի կավելնա, կմեծնա եւ կկորսնցնես, եւ այդ խնդիրը գնալով ավելի վատ էր լինում, անորոշաբար ես իմ վրայից թոթվեցի այդ ամեն ինչը, ու ասի այո Տեր, ես պատրաստ եմ գնալու եւ ավետարանը քարոզելու եւ տարածելու ամեն եւ ճիշտ ասած իմ համար այս պատմությունն էլ պատմեմ ու վերջացնենք արգենտինացի երկան չեմ գիտեր այդ ազգերից մեկն էր մի պատանյա աղջիկ 5 ժամ մահացած էր մնացել ծնողները հավատքի մարդիկ էին ինքն ալ հավատքի մարդ էր 14-15 տարեկան աղջիկ երեխա էր եւ ծնողները աղոթում են այդ 5 ժամը աղոթում են որ ինքը վերադառնա ու փառք ասում ինքը վերադառնում է ինչ է տեսել այնտեղ Աստված ցույց է տվել որ իր գալուստը շատ մոտ է եւ ինքը երկար խոսեց բայց դա իմ սրտին շատ կպավ շատ ուրիշ հոգեվոր եղբայրը որ նորից հափշտակություններ ունեցել երկինք առանց մահանալու ուղղակի ինքը աղոթքի ժամանակ Աստված իրեն ուրեմն համագումարի ժամանակ երբ որ սրճարանում նստած են լինում Աստված ասում է Ջեսի բարձացիր քո բան համար ու ասում է ելա դա իմ վրա շատ ազդեց որ մեկ բառով Աստված երբ որ իրեն ասավ ելիր քո համար քո սենյակ ինքը թողեց ու բարձացավ ու հափշտակություն է ունենում երբ որ բարձրանում է իր սենյակ աղոթք է անում հափշտակություն է ունենում պատմությունները շատ են բայց մի բան գնա ասա իմ ժողովրդին որ ես ոչ թե շուտով գալիս եմ ես արդեն գալիս եմ ասելա Տեր նրանք գիտեն որ դու գալիս ես չի ասա որ ես գալիս եմ շատ մոտ է իմ գալուստից ու ես այս պատանու ժամանակ այն ժամանակ ազդվեցա եղբոր վկայությունը բայց այս պատանի աղջիկը որ պատմում էր ասում է ինձ գետ մկար ասա որ մտիր այս գետի մեջ երբ որ մտա ես ասում եմ ազատ էի բայց երբ որ մտա տեսա իրական ազատությունը ինչ է ու ես լցվում էի անդադար Սուրբ Հոգու ներգործությամբ ու ինձ ասեց աղջիկս նայիր այս կողմ նայեցի այն կողմ երկիրը ցույց տվեց թե ինչպես է հափշտակությունը լինելու ու տեսա որ հազարավորներ բարձրանում էին վեր տեսա հղի կանանց որոնք ասում են հափշտակության ժամանակ իրենք զգացին որ իրենց երեխաները չկան այլևս իրենց ներսում նույնիսկ հղի կանանց երեխաներին Աստված հափշտակում է այստեղ գալիս է այն խոսքը որ իմն է ամեն մի փոքր երեխա երկնքի թագավորությունը այս երեխաներինն է Հիսուսի խոսքը այսինքն ինքը Տեր է կանգնում ամեն երեխայի որը որ մեղք չէ մեղք գործում է բայց գիտակցությունը չունի ամեն ուրեմն սիրելիներ շատ մոտ է Հիսուսի գալուստը պարապ ձեռքերով չգնանք գրակը այրելու է քո բոլոր գործերը եթե խոտ է եղեք է պիտի այրվի ոչինչ չի գնա երկնքի արքայություն բայց եթե ոսկի եւ արծաթ է եւ քար դրանք ավելի կսրբանան քո գործերը եւ դու պարապ ձեռքով չես գնա ամեն դու կգնաս լեցուն ձեռքերով մարդիկ
որոնք քո ծառայությունով փրկվել են։ Ամեն։ Ամենաշատը երբ ես ուրախացել։ Ասա քույրս։ Մեր քույրը պատմում էր, թե ինչքան մեծ բավականություն է ստանում, երբ մարդիկ լսում են ավետարանը եւ ընդունում են։ Եվ նրանք սկսում են արձագանքել։ Դա սկզբից միանգամից եղավ այդ ամենը։ Ոչ, բայց նրանց համար աղոթք արեցիր, Աստծուն հանձնեցիր։ Ու երկրորդ, երրորդ ժամանակ արդեն նրանց սրտերը բաց էր լսելու խոսքը։ Ու երբ որ լսում էին խոսքը, նրանք երջանկանում էին։ Ու դու ավելի ես երջանկանում, երբ դու ավետարանը տալիս ես մեկին եւ նա փրկվում է։ Դա քո վարձքն է։ Քո վարձքն է։ Ուրեմն մի տրտնջացեք ու մի զարմացեք, երբ նրանք մերժեն ձեզ։ Ինձ տարիներով մերժել են սիրելիներ, բայց այսօր դուք կաք Քրիստոսի մեջ, իմ ծառայությունով։ Ամեն։ Թեկուզ մի քանիսը ինձ վիրավորել են, ինձանից նեղացել են, ինձ մերժել են, բայց միևնույն է, Աստված նրանց փրկել է։ Ամեն։ Ուրեմն իմաստությունով լեցվենք եւ եկեղեցին ադոր համար դրված է։ Աստծո հաստատությունն է երկրի վրա։ Եկեղեցին է, որ Աստծո կամքը իրականացնող զորությունն է երկրի վրա։ Եկեղեցին է, որ Աստծո զորությունը եկեղեցու մեջ է։ Երբ որ ավետարանը քարոզում եք, դուք լցվում եք զորությունով։ Դուք լցվում եք կարողություններով, երկնքի թագավորության զորությունով։ Ով որ իմ անունս ամչնա մարդոց արչև թավանել, ես ալ պիտի անոր չտանեմ, երբ իմ հորս թագավորությունով գամ։ Ուրեմն մի ամչնակ Հիսուսի անունը դավանել մարդոց արչև։ Եթե նույնիսկ պրոբլեմատիկ լա, եթե նույնիսկ խնդիրներով լինի, միևնույն է, դուք քարոզում եք երկնքի թագավորությունը եւ ձեր վրա զորություն է գալիս։ Հետո սատանան փախչում է նրանից, ով հաստատ կեցած է երկնքի թագավորության համար խոսելու։ Եվ տեսնում ենք, որ մենք գրավում ենք մարդիկ, որոնց Աստված փրկում է, ազատում է սատանայի իշխանությունից եւ նրանք դառնում են երկնքի թագավորության զորություն։ Ինչ իմաստ ունի մեր կյանքը, եթե մենք չենք անում այս գործերը։ Ինչ իմաստ ունի իմ ապաշխարությունը, եթե ես ամաչում եմ մարդոց առջև խոսելու եւ ասելու Հիսուսը քեզ գսիրե։ Հիսուսը քեզ փրկելու համար աշխարհ եկավ եւ խաչվեցավ եւ հարություն առավ։ Ուրեմն սիրելիներ, երկնքի թագավորությունը շատ մոտ է, Քրիստոս շատ մոտ է, գալիս է։ Մի վախնակ բանեմը, սատանայի բերած ամենամեծ սուտնալ կրնա խափանվել, երբ դու հաստատ կենաս Աստծո զորության վրա, Աստծո խոստումի վրա, անոր սուտը քարուքանդ կլա, անոր սուտը կփախչի քեզ մե, կհեռանա, ու նա չի կարող կենալ, որևէ սուտ, որևէ սատանայի բերած հարցակում, նա ոչինչ կդառնա, երբ դու համարձակ կանգնես ու ասես, որ ես Տիրոջն եմ, ես նրան կպատկանեմ։ Ինձ չի հետաքրքրում քո բերած սուտերը, ես արհամարում եմ քո բերած սուտերին եւ հավատում եմ Քրիստոսին, որ նա փրկում է։ Ամեն, ամեն։ Նայեք, ձեր զգացումները կարող են հակառակ լինել։ Ձեր զգացումներին մի հավատացեք, հավատացեք Աստծո հավիտենական խոսքին, որը ասում է, ինչ օգուտ ունի, եթե ամբողջ աշխարհը վաստակես եւ քո անձը կորցնցես։ Այսինքն քո անձը մի անձ է, որ Աստծուց մեզ ստեղծված է ներսի խորունկ անձը։ Այդ վրայի անձը ամեն օրվա հոգսը առել է։ Ասան կնեմ, անան կնեմ, ասի անեմ, անե։ Վրընդիր այդ հոգսին, վրընդի։ Դուրս նետիր այդ հոգսին։ Աստծուն փառաբանիր, նրան երկրպագիր եւ նրա խոսքով առաջ գնա Հիսուսի անունով։ Ամեն։